Չգիտեմ, քանիսը ձեր սրտերի մեջ հավատում եք, որ Աստված բարի է ձեր համար, բայց ես հավատում եմ, որ Աստված իմ համար բարի է։ Ստեղ կան մարդիկ, որ հավատում են, որ Աստված իրանց համար բարի է։ Փառք մեր Հիսուս Քրիստոսին։ Եթե Աստված բարի չլներ, այսօր ես ու դու ոչ թե այստեղ նստած կվայելենք իրան, այլ դատապարտության մեջ կլինենք։ Սա իր սերն է, սա իր ողորմությունն է, սա իր բարությունն է, սա իր քաղցրությունն է, եւ մենք ամեն օր երախտապարտ ենք, մենք ամեն օր իրան պաշտում ենք, մենք ամեն օր իրանով ուրախանում ենք եւ մենք ամեն օր ասում ենք Տեր Հիսուս, առանց քեզ մենք ով ենք։ Եթե մենք հիշենք, մենք ով ենք եղել, եւ մենք հասկանանք, մենք ով ենք, ես կարծում եմ մենք փորձենք արդեն այլ կյանք ապրել, որ առաջարկում է մեզ Հիսուս Քրիստոս։ Շատ հաճախ մենք այս կյանքը ապրելու ժամանակ մոռանում ենք ով ենք եղել մենք կամ ով ենք մենք։ Եվ դա մեզ հանգարում, որպեսզի մենք կարողանանք Աստծո առաջարկած կյանքին այո ասել եւ համաձայնվել եւ ապրել այդ կյանքը։ Բայց սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո բարությունը անկախ մեր հասկացածից չի փոխվում մեր հանդեպ։ Եվ Աստված սիրով եւ համբերությունով սպասում է մեզ։ Շատ լավ հասկանում են, կա հին մարդ, կա նոր մարդ, կա աշխարհից եկած սատանայի բնությունը կրող մարդ, կա Քրիստոսից վերստին ծնված, Քրիստոսի նմանությամբ նոր մարդ, եւ մենք որպես Քրիստոսի որդիներ, հատկապես նրանք, որոնք վերստին ծնվել են, այդ մարդկանց կյանքում կյանքի փոփոխություն է տեղի ունեցել եւ նոր մարդն է գլուխ բարձրացրել եւ հին մարդը պիտի որ մեռած լինի։ Բայց պահագալի մենք հետենում ենք այդ հին մարդը լավ էլ իր տեղում է։ Գիտեք, ես ուրեմն կարդամ եւ որպես նախաբան այսօրվա մեր թեմայի սկսեմ Հռոմեացիս 6-րդ գլխից։ Հռոմեացիս 6-րդ գլուխը որպես նախաբան կարդալու այսօրվա մեր թեմայի վրա։ Կարդում եմ 6-ի 5-ից կարդում եմ, որովհետև եթե նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք։ Այս գիտենալով, շեշտադրական խոսքը 6-րդը, այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին, որովհետև նա որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Այս խոսքերը շատ խորը խոսքեր են, ամեն նախադասությունը խորը մի պատգամ է։ Այս գիտենալը, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին, որովհետև նա որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Ժողովուրդ ջան, քանես ենք այստեղ ասում, որ մենք մեռել ենք այս աշխարհի համար, որ մեր հին մարդը մեռած է, որ ինչպես Առաքյալն ասում էր, այո, ես այս աշխարհի ցանկությունները եւ սատանայի բոլոր առաջարկածների համար մեռած եմ, դրա համար ազատ եմ։ Ես չեմ ցանկանում, ոչ թե նրա համար, որ պայքարում եմ դրա դեմ, որովհետև եթե կենթանի լինեմ, չեմ կարա պայքարեմ, կպարտվեմ։ Դրա համար շատերը մի անգամ, երկու անգամ պայքարում են, մեկ է պարտվում են, որովհետև մեռած չեն։ Իսկ մեռածի համար այդ ցանկությունն էլ չկա։ Եթե ինքը մեռած է դրա համար, դրանից ինչ ցանկություն, ինչ պարտություն, ինչ խնդիր ունի ինքը այլևս։ Պրոբլեմը նրանում է, որ եթե ես մեռած եմ ամեն բանի համար, ինչը սատանան է առաջարկում։ Եվ ես կենթանի եմ Քրիստոսի համար։ Ես վերջում մի հատ կարծում եմ այդ եղբայրները չեն նեղվի, որ ասում եմ իհարկե վատ բան չի, բայց այժմ մեքենայով տեղ գնալուց են եղել, Պավել եղբայրը հետներն է եղել, դե մտածել են առիթ է էլի, հազիվ Պավել եղբայրը հետներն է, մի երկու բան ասի իրանց, վերջը ասել են եղբայր ջան, ինչ կասես էլի, մենք երիտասարդ ենք էլի, ինչ կասես, ինչ խորհուրդներ կտաս, բան ուզեցել են Պավել եղբայրը մի քիչ խոսացնեն, որ իրանց լավ խորհուրդներ տա, դե հին եղբայր է, փորձառու եղբայր է, եւ ես հիշեցի այդ ժամանակ Հովհաննես Առաքյալի խոսքերը, որ ծերության մեջ երբ որ մոտենում են, ասում են եղբայր ջան, ինչ կասես, ինչ խորհուրդ կտաս, դու Հիսուսի հետ քայլել ես, դու շատ բան տեսել ես, հիմա մտածում են կպատվի խորհուրդներ կտա, Առաքյալն ասում է սիրեք իրարու։
Հիմա ասում են, հա, հասկացանք, բայց ասում որ իրար սիրեք, սա հարցերը կլուծվի, հետի որ լուծեք, մնացածը կլուծվի։ Հիմա նույնը եղել եղբորը, որ ասում են, ինչ անենք, ասում է գնացեք մեռեք։ Հիմա երևույթապես նայում ես այ մարդ, մի երկու հատ ջահել են, լավ խորհուրդ ու լավ բաներ ասա, ոնց անեն, ինչ անեն, հա, բայց հասկանում ես, որ մարդը մեռած չի այս աշխարհի համար։ Այսքան ես խորհուրդ ու ասա, որ այս ինչ բանը վատնա, վայ չի կարելի, չի կարել, այնքան են ասում չի կարելի, ավելի քաղցր է։ Աստված Եվային ասել էր չի կարելի, բայց որ Եվան այդ կյանքի համար չմեռավ, սատանայի առաջարկից այո ասեց, գնաց կերավ։ Ազատ, մեղքից ազատ մարդ էր, բայց հիմա մեղքի տակ ծախված մարդուն որ ասես այս ինչ բանը չի կարելի, ինչ պետք է անի, ինքը հասկանում է չի կարելի, բայց չի կարա, որովհետև հին մարդը իշխանություն ունի։ Դրա համար ստեղ ասում է, եթե մեռար, ավելի եղբայր ասեմ մեռեք։ Ստեղ ասում է, եթե մեռած ես, պրծար։ Մեղքը քո վրա իշխանություն չունի, մահը քո վրա իշխանություն չունի, օրենքը քո վրա իշխանություն չունի, քեզ ազատ, որտեղ մեռած ես մեղքին։ Որ մեռած չես, ապրում ես։ Քո հին մարդը կա։ Ես միշտ դա ասել եմ Ժորժ ջան, հա կրկնում եմ, որ սաղիդ մեջ էսի տպավորվի։ Որ ինձի մեկն ասում է, որ օրինակի համար չարացած եմ ես ինչի դեմ, կամ չարացած եմ քո դեմ, ես մի բան եմ հասկանում, որ այդ մարդը ուղղակի հին մարդուն տեղա տվե։ Հետո որ խոսում ես ինքը խոստովանում, այո, հին մարդը տեղա տվե։ Ով կարա չարանա Աստծո զավակի դեմ։ Խիա իմ սիրտը չարանում Աստծո զավակի դեմ։ Ինչի համար։ Հին մարդուն տեղ եմ տալի։ Հին մարդը իմ նոր մարդուն չի սիրում։ Իմ հին մարդը իմ նոր մարդուն չի սիրում։ Բայց թե կարող է ինչ-որ մեկը կա, որ ավելի տաղանդավոր է, քան թե ես, եւ իր հին մարդը նոր մարդու հետ իրար հետ շատ լավ են, լավ հարաբերության մեջ են եւ իրար սիրում են օրինակի համար։ Կարող է ձեր մեկը կա, որ իր հին մարդը իր նոր մարդուն սիրում է, թող ձեր բարձրացնի, որովհետեւ լավ են իրանք իրար հետ հին մարդու նոր մարդը իրար հետ շատ ջերմ ապրում են։ Կարեց է մարդ, որ իր հին մարդը իր նոր մարդուն սիրում է։ Ուրիշի չէ, իր հին մարդը իր նոր մարդուն սիրում է։ Այդ ձև մարդ կա ժողովուրդ ջանստը։ Չկա։ Հիմա հաջորդ հարցն եմ տալի ժողովուրդ ջան։ Եթե բնական է, դա բնական է, որ մեր հին մարդը մեր նոր մարդուն չի սիրում, որովհետև հին մարդը ծառայում է սատանային, նոր մարդը ծառայում է Աստծուն։ Այդ ձևը թե ձև չի։ ԵՒս կսիրի։ Այնի սատանայի բնությունն ակել է իր մեջ եւ Աստված դրան քո կյանքում սպանել է, խաչնահանել իր բոլոր ցանկություններով, կիրքերով միասին եւ դու նրան մեռած ես սեպե, խեղճացրել ես մի անկյուն, գցել ես ոչ հաց ես տալի, ոչ ջուր, քեզ ինքը պետք չի, ամբողջ առաջարկած կյանքին մերժել ես եւ դու գնացել ես ամբողջությամբ ապրում ես նոր կյանք, նոր մարդու ուզածը, որ Հիսուսի ուզածն է։ Այնի քեզ կսիրի։ Չսիրի։ Բավար գլուխ բարձրացրեց, նրան կերակրեցիր, սնուցանեցիր, տեղ տվեցիր, բարձրացրեցիր քո կյանքում։ Այդ պետք է կռվի առաջինը քո նոր մարդու դեմ։ Նրան պետք է խեղճացնի։ Նրան պետք է ատի արհամարի։ Հետո ինչ պետք է անի։ Հետո իմ նոր մարդուն է պետք է սիրի, քո կողքի քրոջ եղբոր նոր մարդուն է պետք է սիրի։ Որովհետև ամեն օր սատանեն պատերազմում է Աստծո զավակների դեմ եւ չի սիրում եւ ատում է եւ մռնչացող առույցի պես մանագալի, որ թե որու կուլ տա։ Հիմա եթե քո հին մարդը գլուխ է բարձրացրել, սատանայի բնությունն է գլուխ բարձրացրել, ամբողջությամբ դու քո էությամբ հակառակվում ես եկեղեցուն, Աստծո կամքին, Աստծո խոսքին, պատվիրանին, Աստծո զավակներին, սատանայի դեմ պատերազմող մարդկանց սկսում ես չսիրել, ինչի համար, որովհետև հին մարդը այնքան բան ունի քեզ ասելու իրանց մասին, չունի ասելու բան, սատանան բան չունի ասելու, ունի։ Որտեղից են ձեր մեջ կռիվներն Աստծո խոստացում։ Պատերազմները որտեղից են։ Նոր մարդուց։ Հին մարդուց է բոլորը, նրա ցանկություններից է։ Դրա համար սիրելի քույրեր եղբայրներ, Հռոմեացիում գրած ասում է հանեք հին մարդը, այստեղ ասում է։ Որովհետև նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցաք, ապա նրա հարությանն էլ պիտի նման լինեք։ Այս գիտենալը, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ եւ մեղքի մարմինը խափանվեցավ, որ այլևս չծառայենք մեղքին, որովհետեւ նա որ մեռնում է արդարացած է մեղքից, եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք, գիտենալով, որ Քրիստոս մեռելների միջից հարություն առած լինելով,
այլևս չի մեռնում, եւ մահը նրա վրա այլևս չի տիրում, որովհետեւ այն, որ մեռավ, մեղքին մեռավ մեկ անգամ, եւ այն, որ կենթանի է, Աստծուն է կենթանի։ Նույնպես դուք 11 խոսքը հիշեք, նույնպես դուք ձեզ ա վերաբերվում, ինձ ա վերաբերվում, ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք եւ Աստծուն կենթանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Սրա համար թող մեղքը չթագավորե ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվիք նրա ցանկություններին, եւ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն, ինչպես մեռելներից կենթանացածներ, եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծուն, որովհետեւ մեղքը չի տիրի ձեր վրա, որովհետեւ օրենքի տակ չեք, այլ շնորհքի։ Ինչքան ուզում ես գոռա, որ դու շնորհքի տակ ես։ Այսօր լիքը մարդիկ գոռում են, որ մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք։ Ժողովուրդ ջան, շնորհքի տակ լինող մարդը մեղքի տակ չի կարա լինի։ Մեկ բան ասեմ, հիշեք, լավ հիշեք։ Ինչքան ուզում ենք, մենք խոսենք օրենքից եւ շնորհքից։ Ես ինձ համարում եմ շնորհքի քարոզիչ, բայց երբեք իմ շնորհքի քարոզության մեջ չեմ մոռացել ցույց տալ օրենքը։ Բայց մեկ բան եմ ուզում ասեմ ձեզ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, անհնար է խոսել շնորհքից։ Անհնար է ասել ես շնորհքի տակ եմ, եթե ես մեռած չեմ։ Ինչ շնորհքի տակ։ Եթե ես մեռած չեմ աշխարհի համար, եթե ես կյանքիս գործը տեղի չի ունեցել իմ մեջ, իմ կյանքը չի դարձել Քրիստոսը, այլ ես ոնց եմ Քրիստոսի հետ հարություն առած ապրում, որ նրա շնորհքի տակ եմ, մեղքն էլ իմ վրա իշխանություն չունի։ Եթե մեղքն իմ վրա իշխանություն ունի, եւ ես մեղքը սիրում ու գործում եմ, վերջում ասում եմ ինչ եք ուզում ինձ, ես շնորհքի տակ եմ։ Էդի ճիշտ է։ Ինչ շնորհք։ Դու մեղքի տակ ես, ինչ շնորհքի տակ։ Դու անիրավության տակ ես, դու մեղքի տակ ես, դու հին մարդու ազդեցության տակ ես, հին մարդու ցանկությունների տակ ես, բայց դու շնորհքի տակ չես։ Այո, Աստծո շնորհքով դեռ դու փրկվելու հնարավորություն ունես, բայց դու շնորհքի մեջ չես ապրում։ Սա տարբեր բաներ է։ Աստծո շնորհքը, որ փրկարար է, քեզ կարա փրկի, դա ուրիշ բան է, բայց շնորհքի մեջ ապրելը լրիվ ուրիշ բան է, ժողովուրդ։ Իհարկե, ես այդ մասին այսօր չեմ ուզում քարոզեմ, բայց այդտեղ պարզ գրված է, որ ասում է, որովհետև մեղքը չի տիրի ձեր վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ։ Այդ ո՞նց է շնորհքի տակ, որ մեղքը քո վրա չի տիրում։ Եթե դու շնորհքի տակ ես, այո, մեղքը քո վրա չի տիրում։ Բայց եթե մեղքը քո վրա տիրում է, դու մի ասա, որ դու շնորհքի տակ ես։ Բայց դու օրենքն անցել ես, որ շնորհքի տակ ես։ Օրենքը քեզ բերել է, որ դու հասկանաս, որ դու առանց Աստծո կյանք չունես։ Սիրելի քույրեր, եղբայրներ, նոր մարդն է շնորհքի տակ։ Հին մարդը շնորհքի տակ չի։ Հին մարդը ամբողջությամբ օրենքի դատապարտության տակ է։ Դրա համար Հիսուս եկավ, որ այդ դատապարտությունից քեզ հանի։ Հիսուս խի եկավ, որ այդ դատապարտությունից ինձ ու քեզ հանի, ժողովուրդ ջան։ Որտեղ մենք դատապարտված ենք։ Մեր հին մարդը դատապարտված էր մահվան։ Քրիստոս մեռավ մեր փոխարեն, որովհետեւ մենք ապրենք, եւ մենք նրա հետ մեռանք այս աշխարհի համար, մեղքի համար եւ ազատ ենք մեղքից եւ նրա հետ հարություն առած նոր արած ենք։ Դրա համար օրենքը պահանջ չունի, այլ շնորհքի տակ ենք, որովհետեւ դատապարտություն չկա, որովհետեւ մեղքը մեր վրա չի իշխում։ Սա պետք է լինի մեր կյանքում, եթե սա չի տեղի ունեցել, ավելի լավ է մտածենք էսի լինի, քան թե առանց սրան գնալու մենք մեզ հայտարարենք, որ մենք խնդրեմ չունենք։ Քանի քո հին մարդը գլուխ է բարձրացել քո կյանքում եւ քո հին մարդն է քեզ առաջնորդում, դու դատապարտության մեջ ես։ Կներեք, հանգարց չնեղվեք, բայց տենց է։ Նոր մարդն է, որ դատապարտության մեջ չի, որ Քրիստոսի նման է եւ Քրիստոսի հետ հարություն առե եւ Քրիստոսի հետ ապրում է։ Այսօր մեկ ինչ ենք մեր հին մարդուն տեղ տալի։ Օրինակ դատապարտել է Հիսուս։ Խաչել է դրան։ Դատապարտել է դրան, դա այլևս իրավունք չունի մեր վրա, մենք ենք իրան տեղ տալի, մենք պետք է իրան մեռած համարենք, բայց կենդանի ենք համարում, ինչի համար, կասեք ժողովուրդ ջան։ Որովհետև հավատում ենք, որ հակառակորդի ասածի մեջ արժեք կա, միշտ էսի ասում ենք, բայց եթե դու նոր մարդ ունես, ժողովուրդ ջան, դու այդքան կռիվ չունես, դու պարտություններ չունես, Սատանայի առաջարկած կյանքի մեջ պարտություն չունես։ Հին մարդն է պարտված, նոր մարդը հաղթած է։ Դուք հաղթության որդիներ եք, Աստծո խոսքն ասում է։ Դուք հաղթել եք մեղքին ու մահին։ Դուք հաղթության ժառանգություն կրողներն եք, որովհետև Հիսուսի մեջ կյանք եւ հաղթություն կա։ Հավատում եք սրան, թե չեք հավատում։ Ման ժողովուրդ ջան։ Հաստատ հավատում եք։
Մենք շատ հաճախ, երբ որ խնդիր ալնում մեր կյանքում, փորձում ենք խնդիրը լուծեն, գիտեք ոնց։ Ծառա, վերցնենք մի ծառա, այդ ծառի վրա պտուղներ կա, որ հաճելի չի։ Գալիս ենք այդ պտուղը պոկում, գցում ենք, չի երևում։ Հետո որ տերևից են ճանաչում, ուզում ենք տերևները պոկենք, որ չերևա այդ ծառը, ինչ ծառա։ Մարդ կա, որ շատ մասնագետ է, ասում է, չէ, տերևը պոկել է, պտուղը չկա, բայց տանում ենք իր ծառը, ճյուղերն են կտրում, որ չերևա։ Բայց Աստված ուզում է արմատի հարցը լուծի, որ այդ ծառը արմատախիլ լինի, որ չլինի։ Ինչքան ուզում ես տերևը պոկի, ճյուղը կտրի, պտուղը ցույց մի տուր, արմատախիլ եթե եղած չի, այս տարի չտվեց, եկող տարի մեկ նույն պտուղը տալու է, էլի։ Նույն տերևը տալու է, չի տալու։ Էտեցիր, լավ էտեցիր, ավելի շատ է տալու, էլի էտեցիր։ Բռնեցիր էտեցիր այդ տարի, մյուս տարի ավելի լավ է ճյուղ տալու, բերք տալու։ Հո հարցը չլուծեցիր, մյուս տարվա համար ավելի լուրջ պատրաստություն տեսար։ Հասկանում եք խորհուրդը մտքից։ Դրա համար սիրելի քույրեր, եղբայրներ, մեզ պետքա թույլ տանք, որպեսզի Աստված այս գործը ամբողջությամբ անի մեր կյանքի մեջ։ Նայեք, երբ որ եղբայրը կարդաց Կողոսացիս թղթի մեջ, Կողոսացիս թղթի մեջ Կողոսացիս 3:9-ից կարդաց, ես մի քիչ երկար կարդամ։ Սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Նոր մարդում նմանա։ Ում նմանա։ Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։ Հա։ Քո կյանքն է։ Աստծո որդին է։ Հիմա հետարքիր է։ Ստե գրված է, որ ասում է, եթե հագնես նորը, որ իր ստեղծողի պատկերի պես է, այսինքն Հիսուսի պես է, այսինքն քո կյանքի պես պետք լինի, որ ասիր իմ կյանքն է։ Աստծո որդու պես պետք լինի, որ եղբայրն ասես։ Այսինքն ինչպես ես դու ընկալում Հիսուսին քո կյանքի մեջ։ Այդպիսին պետք լինի նոր մարդը։ Եվ գրված է ստեղծողի պատկերի պես, որ ոչ հույն կա, ոչ հերա, ոչ թլփատություն, ոչ անթլփատություն, ոչ խուժ, ոչ դուխ, ոչ կութացի, ոչ ծառա, ոչ ազատ, բայց Քրիստոսն է ամենը ամենի մեջ։ Ուրեմն հագեք, ինչպես Աստծո ընտրվածներ։ Հիմա նայեք, այդ մարդը որ հագած է Աստծո ընտրվածը։ Ուրեմն հագեք ինչպես Աստծո ընտրված սուրբեր եւ սիրելիներ։ Նոր մարդու կարգավիճակը։ Սուրբեր, Աստծո սուրբեր եւ սիրելիներ, ողորմասիրտ գթածություն։ Ողորմասիրտ գթածություն, այդ ինչքան բարձր կարգավիճակ է։ Ողորմասիրտ գթածություն։ Ողորմած սիրտ ունեցող, գութ ունեցող մարդ լինել։ Ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս ձեզ ներեց, արդեն ունեք Քրիստոսի նմանությունը։ Այնպես էլ դուք իրար։ Եվ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է, եւ Աստծո խաղաղությունը կիշխե ձեր սրտերում, որի մեջ կանչվեցաք, մեկ մարմնով գոհացող եղեք։ Հիմա չկա նոր մարդը, բայց ուզում ենք այդ սաղը լինի, որ դուց լինի։ Հիմա նոր մարդու հարցը չենք լուծե մարդու կյանքում, մարդը իր կյանքում չի ուզեցել նոր մարդու հարցը լուծի, որ իր ստեղծողի պատկերի պես է, բայց ուզում է սրբությունը, խաղաղությունը, ուրախությունը, գթածությունը, բարությունը, հեզությունը, երկայնամտությունը, դիմացինին համբերելը, սիրելը վերջապես, բոլորը կատարի եկեղեցում է, ոնց կկարա կատարի։ Կտարապի, կհոգրի մի օր էլ վնաս կտա, կթողի կետա։ Հին մարդը չի կարա սրանք անի, ժողովուրդ ջան։ Հին մարդու համար սա օրենք է, տառապանք է եւ դժվարություն է եւ ամեն օրվա դժվարության տրտունջ է։ Ինչի համար, որովհետեւ չի կարա հին մարդը։ Հին մարդը այդ բնությունը չունի։ Հին մարդը պահանջելու, տիրելու, իշխելու, սպանելու, նախանձելու, իրեն ուրիշից վեր դասելու, իր փառքն ու իր փառամորությունը փնտրելու, կռիվներ հանելու, բաժանումներ անելու, գաղատացի մեջ կարան կարդանք։ Հիմա այդ մարդուն բերել ես, ասում ես, սաղ ունեցի, որ դու ունենա։ Չի կարա ունեցա։ Եվ երբ որ դու անգամ նոր մարդ ես, տեղ տվեցիր քո հին մարդը գլուխ բարձրացրեց, դու ես սրանք էլ չես կարալու անես։ Եթե մինչև այդ դու քաղցրեր, համով էր, սիրուն էր, լավն էր, օրտված էր, օրտնյալ էր, քեզ հետ շփվելը քաղցրություն էր, համով էր քո հետ շփվելը, համու հոտ ուներ քո մեջ, Քրիստոսի անուշ հոտն էր, մեկ էլ քո մեջ բարձրացավ հին մարդը։
Բրծավ այդ ամեն ինչը։ Տեղ տվեց իր հին մարդուն։ Փոխվավ քո բնությունը, քո ապրելակերպը։ Այն քաղցրության փոխարեն դառը դարար։ Այն վատ որ մարդիկ գալիս են քեզ այնց քաղցրություն են վայելում, հիմա մոտենում են դառնություն են զգում, հետ են քաշվում։ Ինչի համար բան փոխվավ քո կյանքում։ Խի փոխվավ։ Հին մարդը գլուխ բարձրացրեց։ Է Ժորժ ջան, մենք ամեն օր եկեղեցում շատ մարդկանց հետ, այսինքն միասին փորձում ենք ինչ-որ հարցեր լուծել։ Եվ ես հասկանում եմ, շատ մարդիկ շատ հոգսերով, շատ խնդիրներով գալիս են անձնական, ընտանեկան, քույր եղբայր, եկեղեցական, եւ մեկ-մեկ արդեն հոգնում ես այդ հարցեր լուծելուց, ասես Տեր Աստված, ես կանչված եմ եկեղեցում հարցեր լուծելու համար, թե ես կանչված եմ քեզ ծառայելու եւ մարդկանց հոգիների փրկության հարցը։ Բայց հասկանում ես, որ այդ հարցերը չլուծես, ախր այդ հոգիների փրկության հարցն է։ Այդ էլ ծառայությունն է հոգիների փրկության։ Բայց արդյոք մարդիկ ինչի չեն ուզում մեռնեն։ Ինչի են ուզում մարդ-մարդ հարաբերության մեջ հարցեր լուծվի։ Ինչի են ուզում, որ ես լուծեմ հարցերը։ Ինչի ամեն մեկս ինձանից սկսած ուղղակի չենք ուզում մեռնելու ճանապարհը գնանք։ Այդան Քրիստոսի հետ մեռնելու եւ Քրիստոսի հետ նոր մարդ լինելու, որ Քրիստոսի համն ու հոտը կրենք մեր մեջ, Քրիստոսի քաղցրությունն ունենանք մեր մեջ, Քրիստոսի բերկրանքն ունենանք մեր մեջ, որ իրար հետ քաղցր լինենք, իրար սիրենք, իրարից պահանջ չունենանք, իրար մեջ Քրիստոս տեսնենք, իրարով ուրախանանք, իրար արժեքավորենք, բարի լինենք, քաղցր լինենք, գթած լինենք, ողորմած լինենք։ Մեծագույն խոսք կար այստեղ գրած ողորմասիրտ գթածություն իրարու հանդեպ ունենանք։ Եթե սրանք չկա ժողովուրդ ջան, հա եկեք իրարից բողոքենք, հա եկեք իրար վրա տնանք, մեկը թարս նայեց, մեկը լավ չբարևեց, մեկը սենց արեց, մեկը նենց արեց, մեկը էսի չտվեց, մեկը էսի չվեկալա, մեկը ճիշտ չվարվեց, մեկը մարդ ենք էլի, մենք մարդկանց հետ գործ ունենք ժողովուրդ ջան։ Ուզես թե չուզես հրեշտակների հետ գործ ունենք, մենք մարդկանց հետ գործ ունենք, մեր շուրջը մարդիկ են, մենք ամեն օր մարդկային բնության հետ գործ ունենք, մարդը սխալակամ է, մարդը ամեն օր ընդունակ է սխալվելու։ Բայց ես ոնց եմ։ Ես ուզում եմ մեռնեմ, թե չէ։ Ես ուզում եմ Քրիստոսի հետ մեռնեմ, որ Քրիստոսի հետ ապրեմ հարուցյալ կյանք, ապրեմ նոր կյանք, ունենամ նոր մարդը, որի ստեղծողի պատկերի պես է, որի մեջ կա եւ գուտ, եւ ողորմություն, եւ սեր, եւ հեզություն, եւ համեստություն, եւ համբերություն, եւ վերջապես այդ ամենը ծածկվում է աստվածային սիրո մեծության։ Շուրջանեսի նոր մարդու բնությունն է։ Եթե իմ ու քո կյանքում էս չկա, Ժորժ ջան, մենք մեր կուրսը եկեք ծեծենք։ Եկեք մենք ապաշխարենք։ Եկեք մենք հասկանանք, որ անկախ բոլոր հարցերից, որ ես կարանամ լուծեմ, մեկը ուժեղը կարում է հարց լուծի, վերջում էլ ճիշտ դուրս գա։ Ինչ կապ ունի դա։ Հետո բասու առաջ։ Կարող է մեր մեջ կամ մեկը մի քիչ այնձև կարում է իրանը առաջ տանի, հասնում է ինչ-որ բանի։ Բայց դա ինչ շակ որ ինքը ճիշտ է։ Դա նշանակում է, որ ինքը Աստծո առաջ ավելի պատասխան կունենա տալու։ Ժողովուրդ ջան, գիտեք, ես դինայեմ, ես Հիսուսի հետ եմ ապրում, թե չէ։ Ես դինայեմ, ես Հիսուսի հետ եմ ապրում, թե չէ։ Ես Հիսուսին ուզում եմ, թե չէ։ Ես Հիսուսի առաջարկած կյանքին համաձայն եմ, թե չէ։ Քաղցր լինելու կյանքին համաձայն եմ։ Անուշ համ ու հոտ ունենալու կյանքին համաձայն եմ։ Երկնային կյանքը երկրի վրա կրելու կյանքին համաձայն եմ, թե չէ։ Ես համաձայն եմ, որ այո, վերջնականապես հակառակորդը իր բոլոր ցանկություններով հանդերձ իմ համար չկա։ Եվ այսօր առավոտ, որ արթնացա, ես իրան ասեցի ոչ։ Վաղն էլ եմ ասելու ոչ, երեկել էի ասել ոչ։ Պողոս առաքյալը որ առաքյալներ ասում ամեն օր ասում եմ, ամեն օր նրան ասում եմ ոչ, դա աներես է, ասես, չասես գալիս է։ Եվ դրա համար ստիպված եմ ամեն օր ասեմ, այդ տնաշենքես չեմ ասես, 40 տարի ասում եմ ոչ, չես հասկանում, որ ոչ, չի հասկնում։ Ինքը էլի գալու է։ Ամեն օր ուզում է քեզ գցի, ամեն օր ուզում է մտքեր բերի, ամեն օր ուզում է պատերազմի, ամեն օր ուզում է մռնչացող առույցի պես քեզ կուլ տա, բայց դու ամեն օր եթե մեռած ես մեղքի համար, ինքը քո վրա իրավունք եւ իշխանություն չունի, դու ամեն օր Պողոս առաքյալի պես ասում ես, դու եւ քո բոլոր ցանկությունները մեռած են։ Իմ համար մեռած են, կապ չունի, դու չկաս, կա կյանքը, կա Հիսուսը, կա իր համար ապրելը։
Ամեն օր ես իմ խաչը վերցնելով Հիսուսի հետևից եմ եթում եւ Աստծո կամքը կատարել եմ ուրախությունն ա դառնում։ Ժողովուրդ ջան, եթե մենք սենց ապրենք, արդյոք երկնքի օրեր չենք ապրի երկրի վրա։ Արդյոք այդ խոսքը չի կատարվի իմ ու քո կյանքում, որ կապրենք երկնքի օրեր երկրի վրա։ Այո, մեր շուրջը կարող է փոթորիկներ լինի։ Այո, կարող է շատ ժայռերի վրա բախումներ լինի, փոթորիկներ լինի, խավար լինի մեր շուրջը, բայց ես այդ խաղաղությունը կունենամ էլի ժողովուրդ։ Անկեղծ եմ ասում, մեկ Ես մի քիչ խոստովանություն անեմ, էլի, մեր մեջ։ Մեկ որ եկեղեցու մեջ այդ հոգսերը շատանում է, խնդիրները ժողովուրդը սկսում են շատացնել, դա ամեն ինչը գալիս գիտվում է քո վրա, չէ, քո վրա քո։ Իհարկե մենակ չեմ մեր եղբայրների շատերն էլ իմ հետ գիտվում են այդ նույն հոգսերով, բայց մեկ ասում եմ Տեր Աստված, ախր ինձ ինչ է պետք։ Փրկվել է պետք, քեզ վայելել է պետք, կարող է այդ ամեն հետևը նստեմ, մենակ քեզ վայելեմ այդ համ տուն, էլի։ Մեկ դեմից իջնում ես օրտված, Տիրոջ ներկայությունը աղոթք են կարել, զորությունը սենց, օրտվել ես սենց, դաշտը լցված եղել, Տիրոջ ներկայությունը վայելել ես, զորությունը, բժշկությունը եղել, հրաշք եղել։ Այդ օրտված բեմից իջնում ես, մեկը գալիս է, տենում ես այդ մարդը հետո պաշտամունքում չի եղել, բան չի հասկացել, Տիրոջը տեղ չի տվել, սպասում էր պաշտամունքը պրծներ, որ գար ասեր, որ ասեն թե օրինակի համար ես այս խնդրեմ ունեմ, հələ շուշուտ դուծի։ Այն մարդ այսքան, մի հատ Հիսուսին ասեիր, էլի։ Այն մարդ Տերը ներկա էր, լիքը մարդ Հիսուսին ասին, հարցը լուծված գնացին, սպասում ես ինձի ասես, ես ոնց լուծեմ քո խնդրեմը, բան լավ վիճակ էր էլի, Հիսուսին այդ վաղ ասել, լուծեր է թեր խաղաղ տունդ էլի։ Այդ դրանստոն, բարձավ գնից այդ գնաց օրտությունը, ուրախությունը գնաց, խաղաղությունը գնաց, այդ վայելքը գնաց, ընկար իր հոգսի ու դարդի մեջ։ Ինչի համար իր հին մարդը ուզում է հարց լուծի։ Իր հին մարդը խնդիր ունի։ Ասես հին մարդը մեռնի արի սպանեմ, քեզ եք սպանի։ Ասես հին մարդուդ հարցերը ես չեմ լուծի, էլի չի հասկանա։ Այն հին մարդը ինձ էլ չի սիրում արդեն։ Ես ինչ անեմ, դե լավ ոնց լուծեմ այդ հարցը։ Ստիված հոգսը մնում ավր այդ երկարում է եղբայրների հետ զում լուծես, նրա հետ զում լուծես։ Մինչև այդ մարդուն բերում ես նրա, որ այդ հին մարդուն ոչ ասի, քո էներգիա լրիվ տարավ։ Ով արեց էդի։ Այդ հին մարդուն էր ծառայում դիվական աշխարհին։ Ով արեց այդ ամեն ինչը, որ քո էներգիան քեզանից տանի, դևը։ Ու միջոցով վերջը բարձր ես քո աղբորը քո քրոջ։ Խի որտեվ տեղ էր տվել նրան։ Հանուն նրա փրկության դու ուրիշ ճար չունես։ Հանուն այդ մարդուն դրա ձեռից, որ սատանայի ձեռից դրան հետ տանես, դրեցիր քո էներգիան, քո ժամանակը, քո խաղաղությունը, քո հանգստությունը, բայց փառք ես տարի Տիրոջը, երբ որ հաղթությունը լինում է։ Բայց շուրջան, եկեք մերժենք այդ հին մարդուն իր գործերով։ Հակառակ գնանք դրան։ Մեռած սեպենք դրան։ Որ նոր մարդը ապրի, իրար հետ սիրով լինեն, քաղցր լինեն, գթած, բարի։ Գիտեք, նայեք, Եփեսացիս թղթի 4 գլխից եմ կարդում, որ ձեզանից դուրս հանեք առաջին գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության ցանկություններով ապականված է։ Հիմա ում նման է հին մարդը։ Ժորժ ջան, ասում է ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության ցանկությունով ապականված է։ Նշանակում է խաբեության ցանկություն ունի ինքը։ Խաբված այդ ցանկությունները ստությունից է գալիս, բայց ինքը դա որպես իրականություն ընդունել իր կյանքում։ Դա հանեք ասում, որ ես չխանգարի հանգիստ ապրեք։ Դա չի թողելու որ դու ուրախ ապրես։ Դա չի թողելու որ դու խաղաղ ապրես։ Դա քեզ անհանգստացնելու է։ Եվ ձեր միտքը հոգով նորոգվի։ Միտքդ նորոգվի, որովհետեւ տեղ չտաս դրան։ Եվ նոր մարդը հագնենք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է իր ճշմարտության, արդարությունով եւ սրբությունով։ Նրա համար դեն գցեք ստության խոսքերը, ճշմարտությունը ամեն մարդ իր ընկերի հետ խոսի, վազի իրար անդամ ենք։ Իրար անդամ ենք։ Հա? Դա լավ է, ձեռս պետք չի։ Հետո է ձեռս պետք չի։ Հետո ոտս չի պետք, հետո էս ոտս պետք չի։ Ով է ինձ խաբելու։ Միտքս սխալ է աշխատում որ տեսա, ուրեմն միտքս խաբված է։ Ես ուրեմն խաբվել եմ սատանայից, եթե ես մտածում եմ, ես սրանքից պետք չեմ։ Սխալ եմ մտածում, ժողովուրդ ջան։ Մենք Քրիստոսի մեջ մեկ մարմին ենք եւ մեկ մարմնի անդամ։ Բոլորը ստեղծագործված են Քրիստոսով որպես մեկ անդամ լինելու։ Մեկը պատվավոր երևացող է, մեկը չերևացող է։ Հիմա ես ձեռքեր եմ շարժում, խոսում եմ, եւ բոլորը տենում եք իմ ձեռքերը, մարմինը, ոտքերը, որ ինձ պահում է, չէ, ինչ եք տենում։ Բայց ես ամեն անողին տենում եք։ Օրինակ որ այրունը շրջագայ ամբողջ մարմինը չգնա կարամ շարժվեմ։
որ սիրտը չաշխատի կարամ շարժվեմ, որ քթերես հիմա ոչ շնչի կարամ խոսամ, թոքերես չաշխատի կարամ խոսամ։ Ժողովուրդ ջան, ինչքան օրգաններ է աշխատում, որպեսզի ես այս ամբողջ process-ը ձեր առաջ կանգնած լինեմ։ Հիմա ամբողջ իմ մտքից սկսած, գլխից սկսած, ուղեղից սկսած մինչև այնձև ամենաման դեր ժիլերը, որ կան մարդու կյանքում, աշխատում են, որպեսզի դու իդեալական լինես։ Այնպես է Քրիստոսի մարմինն է։ Կարող է բոլորը չեն, որ երևացող են։ Բոլորը չեն, որ այդպես պատվավոր, երևացող եւ կարևոր օրգաններ են համարվում։ Բայց առանց այն փոքր դետալների, փոքր այսպես օրգանների կամ ասեմ, կամ ժիլերի ու թելերի, որ մարմինի օրգանիզմի մեջ կա։ Այս սիրտը թող հա բխի կարևոր օրգան է։ Դե թող այդ երակները գլխավոր չտանեն։ Դե լավ գլխավոր երակները կարևոր է, թող տանեն։ Բայց որ մազանոթները, դե լավ էտի չա մազանոթ է, որ մի հատ մազանոթն էլ փակում է, մարդը չի մեռնում։ Ինչ կարևոր է։ Ով ասես կարևոր չի։ Առանց դրա մարդը չի կարող ապրի։ Ժողովուրդ ջան, կարող է մարդը ձև չերևացող մարմնի անդամ է, բայց ինքն էլ մարմնի անդամ է եւ Տիրոջ գործի մեջ պիտանի։ Շատ կարևոր է։ Ես հիշում եմ, երբ որ Ամերիկայում էի, մեր Հովհաննես եղբայրը երբ որ ննջեց, ինձ զանգեցին, ասեցին, ես ճանապարհին էի Սակրամենտոյից Ֆրեզնոյի եթում։ Ու այդ պահին հենց որ ինձ զանգեցին, մենք կանգնած էինք, այդպես բենզակայանում ավտոմեքենան լիցքավորում էինք, եւ ես դուրսը կանգնած էի, ինձ զանգ եկավ, եւ ես երբ որ լսեցի, ես անկեղծ եմ ասում, այդ զգացմունքը այդպես չէի զգացել, ոնց որ այդ պահին զգացի։ Իմ համար դժվար էր, որ լսեցի, որ լսում ես մարդը ննջել է, իհարկե հասկանում ես երկինք է գնացը, մարդը ապրել է դրա համար, բայց այդ րոպեին, որ ինքը ծառայող եղբայր էր մեր Հովհաննես եղբայրը, կարող է ինքը երևելիներ չէր, այնձև եպիսկոպոս չէր, բայց մեր եղբայրն էր ծառայող։ Ու երբ որ ես լսեցի, ես անկեղծ եմ ասում, ես առաջի անգամ այդ զգացմունքը զգացի, ինձ թվաց, թե իմ մի ձեռը կտրեցին։ Եվ ես սիրտս այսպես դրմփաց ուժեղ։ Եվ ես ասեցի, Տեր Աստված, ինչքան դժվար է, որ ծառայողն է, ծառայողին ես վերցնում։ Ու ես հասկացա, որ ինչ-որ բան իմ կյանքից պակասի, ոնց որ իմ մարմնից մի կտոր էթա։ Այս բան ես չէի զգացի, այդ օրը զգացի։ Որ ասեմ ես Հովհաննես եղբոր հետ այնպես մտերիմ էի, որ ամեն օր իրար հետ քայլում էինք, իրար հետ խորհուրդներ էինք որոշում, շատ մտերիմ ինձ ընկեր էր, չէ, բայց ծառայակից եղբայր էր, եկեղեցում գործող ծառայող եղբայր էր։ Եվ ես չգիտեմ ոնց էդի Աստված թույլ տվեց, որ ես զգամ, որ ես գնահատեմ ու հասկանամ Քրիստոսի մարմնի մեջ, որտեղ արդեն ծառայության մեջ է երեցության։ Որ ես հասկանամ ու գիտակցեմ, Աստված թույլ տվեց, ես հասկացա, որ ես գիտակցեմ Քրիստոսի մարմնի մեջ ամեն մեկի կարևորությունը եւ առավել նրանց, որոնք ծառայության մեջ են, որ մարմինը մեկ է Քրիստոսի։ Ժողովուրդ ջան, մենք իրար անդամներ ենք։ Մենք հաղորդության ենք մասնակցում եւ Քրիստոսով մեկանում ենք, էսի մոռանալ պետք չի։ Սա գնահատել եւ արժեքավորել է պետք։ Թող Տերը տա, որ մենք իրար գնահատենք, իրար արժեքավորենք, իրարը ուրախանանք եւ իրար հասկանանք։ Որտեւ հին մարդը միշտ խանգարում է, ժողովուրդ ջան։ Հին մարդը միշտ խանգարում է։ Եփեսացիս 2-րդ գլուխ 13 խոսքից եմ կարդում։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռով դուք որ ժամանակով հեռավոր եք, մոտավոր եղա Քրիստոսի այրունով։ Վազի նա մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արավ եւ մեջտեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնով, հրամաններով դրված պատվիրանքի օրենքը խափանելով, որ իրենով երկուսին նոր մարդ ստեղծեց, խաղաղություն անելով, եւ երկուսը մեկ մարմնով հաշտեցրեց Աստծո հետ իր խաչով։ Երկուսին մեկ մարմնով հաշտեցրեց Աստծո հետ իր խաչով, թշնամությունը նրանով սպանելով, եւ եկավ ավետարանեց խաղաղություն ձեզ հեռավորներիդ եւ խաղաղություն մոտավորներիդ, վասնզի նրանով երկուսը մեկ հոգի ունենք մոտենալով հոր մոտ։
Ուրեմն այլևս օտար ու պանդուխ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ, Աստծո ընտանիք, առաքյալների եւ մարգարեների հիմի վրա դրած շինված, որի անկյունի գլուխը Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինեք սուրբ տաճար Տերով, որ նրանով դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով։ Տերը տա, որ էսի լինի մեր կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոս մեր մեջտեղի բաժանող պատը հոր հետ քանդեց, արգելքը վերցրեց, մեզ հաշտեցրեց Աստծո հետ եւ մեզ դարձրեց Աստծո ընտանիքի անդամ։ Եվ Քրիստոսի տաճարի մեջ, որպես ամեն մեկս մի քար ենք այդ մարմնի մեջ։ Առաքյալների հիմքի վրա դրած, որի անկյունակարը Հիսուս Քրիստոսն էր, որպեսզի շինվենք որպես նրա տաճար, որպես նրա մարմին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն անելու, որ էդի է մտնելու երկնքի արքայություն, ով է շինվածքի մեջ չեղավ, երկնքի արքայություն չի մտնելու, սիրելի քույրեր, եղբայրներ, եւ մենք կարիք ունենք, որ այս շինվածքի մեջ լինենք, եւ այս շինվածքի մեջ ամեն մեկը իր տեղն ունի։ Այսօր Սամվել եղբայրը որ խոսած, մեր Պավել աղբերն էլ է շատ սիրում, որ ասում ղիբարելն եմ, որ ասես գոնե այդ շինվածքի մեջ ուրիշ բան չես ունում, մի հատ ղիբար եղի։ Հիմա հարց եմ տալի, մի հատ սիրուն մեծ քար դնում են, սիրուն մեծ քար, ծուռ է կայնում, դզում են, ոնց դզում են, մի հատ ղիբար են դնում այս կողմից, մի հատ այս կողմից քարը դզում են, երևույթապես ղիբարը չի երևում, բայց այդ ղիբարը չլինի, այդ քարը չի մնա իր տեղում։ Հիմա այդ քարը կարաս այդ ղիբարի կտորն ինչ է, ինչին է պետք, հլը ինձի նայի, իմ տեսքին նայի, ո՞ս պետք չի քեզի։ Այդ ղիբարը չլինի, դու բանի պետք չես, ծուռ ես կանգնելու, այդ ղիբարն է քեզ ուղիղ պահում։ Դրա համար ժողովուրդ ջան, Քրիստոսի մարմնի մեջ բոլորն իրենց յուրովի տեղն ունեն։ Եվ Աստված ում ինչի մեջ կանչել է, դրա մեջ պետք է գնահատվի եւ արժեքավորի։ Եկեք իրար գնահատենք, իրար արժեքավորենք, իրարու մեջ Քրիստոսի այրանգինն ու արժեքը տեսնենք։ Ամեն մեկը իր չափն ունի եւ իր չափի պահանջն ունի։ Եվ Տերը տա ու զորացնի մեզ, որովհետեւ մենք Քրիստոսի մարմնով աճենք, մեծանանք, մեռած համելով մեր հին մարդը իր ցանկություններով հանդերձ։ Հակած նոր մարդը, որ Քրիստոսի նման է, Քրիստոսի նման։ Հիմա մի հատ հարց եմ տալի քեզ, եթե դու նոր մարդ ունես Քրիստոսի նման, ես էլ ունեմ նոր մարդ Քրիստոսի նման, ախր իրար որ տենում ենք Հիսուսին, ինչի չենք տենում։ Ինչի Հիսուսին չենք տենում։ Պետք է Հիսուսին տենանք էլ իրար մեջ։ Եվ գնահատենք իրար մեջ այդ Հիսուսին, արժեքավորենք այդ Հիսուսին ժողովուրդ ջան, եւ ուրախանանք այդ Հիսուսով, որը ինձ էլ անարժանիս ու մեղավորիս, քեզ էլ անարժանիտ ու մեղավորիտ դարձրել է մաքուր, սուրբ եւ արդար։ Ախր ժողովուրդ ջան, մեկ որ ասում են, այս ինչը մեղավոր է, գիտեք քեն ասում, որ մի քիչ էլ վատ աշկով են նայում, գիտես ինչ են նայում, մոռացել են իրանք ով են եղել, մոռացել են։ Դրա համար պետք է չմոռանաս դու ով ես եղել, որ ուրիշին վատ աշկով չնայես։ Հա, ասպաս քեզ սրբացրեմ, ակրել է, հա հիմա ուրիշ մարդ ես, նորոգված, նոր մարդ, հինը չկա, ասպաս ջնջել է, ասելա որ դու դրանք չես արել։ Հա, լավ է որ չես, այն նրան էլ ասելու որ չի արեն, չես հիմա դու ասում որ արել է։ Բա համբերի տես Տերը իր կյանքում ինչ անելու։ Թող Տերը ինձ ու քեզ ողորմություն անի եւ գտա մեզ վրա եւ օգնական լինի, որովհետեւ կարողանանք Տիրոջ փառքի համար ապրելով Տիրոջը ծառայենք։ Գաղատացիս 5-րդ գլուխ 13 խոսքից ստեղ հետարքիր է, ստե բացայ չի խոսում հին եւ նոր մարդ, բայց ցույց է տալի հին եւ նոր մարդու խորհուրդը։ Որովհետեւ դուք ազատության համար եք կանչված եղբայրք, մեկ ուրիշ թարգմանության մեջ գրված է առավելության համար, դուք առավելություն ունեք։ Որովհետև դուք ազատության համար եք կանչված եղբայրք, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով ծառայեցեք իրար։ Մեկ մարդիկ այդ ազատությունը ճիշտ չեն հասկանում, այդ առավելությունը ճիշտ չեն հասկանում։ Այդ առավելությունը քո քրոջ ու եղբոր դեմ չի։ Առավելությունը Աստծո փառքի համար ծառայելու եւ դիվական աշխարհի դեմ։ Եվ այդ ազատությունը մեղքից ու մահից է։ Դրա համար ասում է ազատություն պատճառ չտա մարմնին, այսինքն մեղք չգործեք, մարմնի ցանկությունները չկատարեք, այլ սիրով ծառայեցեք իրար, որովհետև բոլոր օրենքը այս մեկ խոսքում է կատարվում, քո ընկերը քո անձի պես սիրիր։
Բայց եթե իրար կծեք եւ ուտեք, զգուշացեք, որ իրար չփչացնեք։ Բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Ինչ կապ ունի սրանք իրար հետ Ժորժ։ Ինչ կապ ունի սրանք իրար հետ։ Հոգով գնալ նշանակում է նոր մարդով գնալ։ Հոգով գնալ նշանակում է նոր մարմնով գնալ։ Մարմնով գնալ նշանակում է հին մարդով գնալ։ Եվ սրանք միշտ իրար հակառակ են։ Նա որ նոր ծնունդ ունի, Աստծո հոգին ունի, Աստծո հոգով է ապրում, հոգով գնացողը միշտ հակառակ է մարմնին։ Այդ մարմնով գնացողը միշտ հակառակ է հոգուն։ Բայց եթե երկուսն մարմնով են, դա փախնել է պետք։ Եթե մեկը հոգով լինի, մեկը մարմնով, հələ շանս կա։ Բայց եթե երկու հոգևոր հանդիպեն, էլի այդ եմ ասում։ Եթե դու համ հոգով, համ մարմնով ես, էլի սարսափելի է, դու կամ հոգով տետաս կամ մարմնով։ Բայց եթե երկու հոգի հանդիպում են, որ երկուսն մարմնով են այդուն, այդտեղ պետք է գլուխդ բռնես փախնես, ու ճար չուկաս, հարց չի լուծվում։ Բայց եթե մեկը հոգով է, մեկը մարմնով, էլի հարց է լուծվում։ Բայց երբ որ երկուսը հոգով են, վայելք է։ Որ հանդիպում ես միտեղ, երկուսն էլ հոգով են այդում։ Իրանց հետ նստում ես, վայելք է։ Բայց երկուսը մարմնով, ատուս փախնել է պետք։ Դա համար ասում է, բայց եթե իրար նայեք ասում է, որովհետև օրենքը մեկ խոսքում է կատարում, քո ընկերը քո անձի պես սիրես, այսինքն ոնց քեզ ես սիրում, մնաց իրան, ինչ քեզ ես կամենում, նոնը իրան, ոնց քեզ ես տենում, մնաց իրան, բայց եթե իրար կծեք եւ ուտեք, զգուշ եղեք, որ իրար չփչացնեք, բայց ասում եմ, հոգով գնացեք, հոգով եւ մարմնի ցանկությունը չեք կատարի, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ։ Սրանք իրար հակառակ են, որ միգուցե ան որ դուք ամենում եք, այն անեք, բայց եթե հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Պողոս Արաքյանն ասում էր, հոգիս հոժարը մարմինս տկար, չեմ ուզում անեմ, չեմ կարող չանեմ, պատերազմ էր անում։ Բայց մի օր ունեցավ այդ հաղթությունը, որ այլևս մարմինը իր վրա իշխանություն չուներ։ Հին մարդը իշխանություն չուներ։ Ասեց ես ամեն օր դրան մեռած եմ համարը։ Էդի հարցից լուծումն է եղել։ Եվ շանակության մեջ նայեք, եսեք արդեն է վերջացնեմ։ Եվ հայտնի են մարմնի գործերը, հին մարդու գործերը հայտնի են։ Որն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, եկպառակություններ, բաժանմունքներ, չարնայվածք, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են։ Որ առաջից ասում է ձեզ, ինչպես էլ առաջուց ասում է, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Ժողովուրդ ջան, նա որ մարմնով է այդում, այս բաները իր կյանքում երևում է։ Եվ եթե սրանք իր կյանքում երևում է, եւ այսպիսի բաներ իր կյանքում երևում է, գրված չի, որ ես իրամտի դադեմ ու մեղադրեմ։ Գրված է ես իրամտի սիրեմ, այդ մարդուն, պետք է սիրեմ եւ համբերեմ։ Բայց այդ մարդը չի փրկվելու։ Այդ մարդը չի փրկվելու, եթե իր կյանքում փոփոխություն չկա։ Եթե մարդը մարմնով է ապրում, հին մարդով է ապրում, այդ մարդը վերջում դատապարտություն ընդունելու։ Պողոս Արաքյանն ասում է՝ մի վախեցեք, երբ որ կգա արդարության ժամանակը եւ Հիսուս կհայտնվի իր դատապարտությունով, այդ ժամանակ այդ մարդիկ կկանգնեն դատապարտության առաջ։ Մեր ձեռքում չի դատաստանը, Աստծո ձեռքերի մեջ է։ Բայց ամեն մեկս պիտի մենք մեր հանձի համար ահով ու դոխով Աստծո առաջ ապրենք, որպեսզի հին մարդուն տեղ չտանք, որպեսզի նոր մարդուն տեղ տանք, որ Քրիստոսի նման է, որ կհայտնվի Թագավորը, հավիտենական արքան, մեր հայրը, ուրախությամբ նրան կդիմավորենք։ Եվ ավելի գրված է, այդ օրը ամբողջությամբ նրա նման կլինենք։ Եվ շարունակության մեջ ասում է, ինչպես զանազանել, բայց հոգու պտուղն է, նոր մարդու պտուղը, սեր, ուրախություն, խաղաղություն, այսի նոր մարդն ունի, այսի հին մարդը չունի։ Հոգին էսի տալիս է նոր մարդուն, որովհետև բնակվում է նրանում։ Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուշկարություն, այսպիսիների դեմ օրենք չկա, այս մարդը ազատ մարդ է։ Այս մարդը ազատ մարդ է։ Մենք այս մեր ամսաթերթի մեջ կարդակ ես վերջում մի հատ բուճուր նյութ ենք տպել։ Գրված է մի իմաստուն մեկ անձնավորություն, որ այսպես ինքը մասնագիտությամբ բաներ, սպորտի վարպետ, մի երիտասարդ գալիս է եւ ուզում է, որ ինքը արդեն որոշում է, որ պետք է չմենա բարտի, ոչինչ չանի,
Էդի գալիս է, որ իրան սկսում անարգել, ամեն ինչ ասել, ամեն բան անում է, որ իրան հունից հանի, որ այս մարդը հելի իր հետ մենամարտի։ Եվ այս մարդը խելոք նստում ոչ մի ձեն չի անում, այսի խոսում, տեսնում է ճաշ չկա, թողում է թումա։ Աշակերտները մոտիկանում են այդ ուսուցչի, ասում են դու մեր ուսուցիչն ես, մենք քո փոխարեն ամաչեցինք, էլի։ Դու կարայր ուղակի վեր կենայր եւ այս մարդու հարցերը լուծեիր, էլի, ասում է ամբարտավան խոսքեր էր ուղում քեզ։ Ասում է երբ որ ես պատասխանեի, ասում է երբ որ ես պատասխանեի, դա կնշանակեր, որ այդ խոսքերը հասավ ինձ։ Բայց հիմա ինքը ինչ որ բերել էր, իր հետ տարավ։ Ժողովուրդ ջան, շատ հաճախ դիմացին հետ կապ չունի ինչ անում։ Իր արածը, եթե դու իրան չմոտենաս մարմնով, իրան մարմնով մոտենալուց հետո ինքը ինչ որ բերել է այդ ախտը, իր հետ պետք է տանի, ինչ պետք է անի, իր հին մարդու բնությունը։ Բայց եթե դու նոր մարդ ունես, Քրիստոսը լրիվ այլ կերպ էր ապրում։ Քրիստոսն ինչպես էր։ Տեղեր կար պետք էր խոսեց, տեղեր կար ընդհանրապես չխոսեց։ Լռեց ուղակի։ Տեղեր կար իր կյանքի հարցեր, կարար խոսեր, իրան չխաչեին։ Չխոսեց, լռեց։ Բայց տեղեր կար խոսեց։ Ժորժան հոգով առաջնորդվող մարդը գիտի եւ խոսի, որտեղ խոսի եւ ինչ խոսի։ Բայց ինչ էլ խոսի, մեջը կա քաղցրություն, մեջը կա համբերություն, մեջը կա սեր, եւ դա ամեն հարցի լուծումն է, որովհետեւ կարդացինք, կա ուրախություն, խաղաղություն, երկանամտություն ու քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուշկայություն, այսպիսիների դեմ օրենք չկա։ Ժողովուրդ ջան, մենք որ ծառայում ենք այս տեսակ մարդիկ, ովքեր եկեղեցում կան, մեր համար ամեն օր ուրախություն են։ Մեկ իրանց հետ ուղակի զրուցում ենք զրուցելու համար, որ վայելենք իրանց քաղցրությունը։ Կան այս մարդիկ։ Բայց նրանք, որ Քրիստոսին են, իրենց մարմինը խաչը հանեցին, կիրքերով և ցանկություններով միասին։ Եթե հոգով ենք ապրում, ուրեմն հոգով վարվենք, ուրեմն քո գործերը հոգուց պինի, ոչ թե ուրիշ հոգուց, քո հոգուց չէ, աշխարհի հոգուց չէ, սատանայի հոգուց չէ, հին մարդու հոգուց չէ, այլ նոր մարդու հոգուց։ Եթե հոգով ենք ապրում, հոգով վարվենք, սնապար չլնենք, իրար չգրգրենք, իրար վրա չնախանձենք։ Թող Տերը օգնական լինի, Տերը զորացնի, Տերը ուժ եւ կարողություն տա մեզի, Տերը տա, որ մենք Աստծո խոսքի հետ կարողանանք անկախ ամեն բանից համաձայնվենք, խոնարհվենք Աստծո խոսքի առաջ, անկախ մեր բոլոր հասկացողություններից։ Աստծո խոսքի հասկացողությունը վեր է բոլոր մեր հասկացողություններից։ Ես գիտեմ դժվար է Աստծո խոսքին հնազանդվելը։ Դժվար է։ Համաձայնվել Աստծո խոսքի հետ դժվար է, հեշտ չի։ Դա միայն նոր մարդը կարող ապրի։ Հին մարդու համար դա տառապանք է, համաձայնվել այս խոսքերի հետ եւ ապրել հին մարդու համար տառապանք է, նոր մարդու համար օրհնություն է։ Եվ դրա համար առաջ պետք է այդ հարցը լուծվի մեր կյանքի մեջ, որ հին մարդը մեռած սեպենք եւ դրա գլուխը ջարդենք Հիսուս Քրիստոսի անունով եւ դրան հաշվի չառնենք մեր կյանքում։ Եվ նա ցանկությունները եւ նա ուզածը ոչ լինի, եւ սատանա առաջարկածը ոչ լինի, այդ ժամանակ մենք ամբողջությամբ նոր մարդով կկարողանանք ապրել։ Իսկ ով որ դեռ չի ապրել, այդ ճանապարհը բռնի։ Այդ մեռնելու ճանապարհը Հիսուսի հետ խաչ ելնելու եւ Քրիստոսի հետ հարություն առնելու ճանապարհը բռնի, որ հասնես այդ հաղթական ավարտին, որ Տիրոջը վայելես եւ Տիրոջ փառքը լեցնի քո ներսը ուրախությունով։ Կյանքդ լինի ուրախ, ապրես խաղաղ եւ լինես մարդ, որ կասի. ես հաղթական կյանք ունեմ։ Թող Տիրոջ անունը մեծարվի, ամեն։ Գանք աղոթք